Շարունակում ենք աշխատել ուղիղ եթերում, իմ հյուրն է, մեզ կարող եք հետևել Հայլի ակումբի և Անժելա Թովմասյան յութուբյան էջերով, իմ հյուրն է Հայաստան Դաշինքից ազգային ժողովի պատգամավոր Գառնիկ Դանելյան, բարև ձեզ, պարոն Դանելյան, քիչ առաջ որպես սկսենք, տեսանք նոր գրառում է արել ազգակործան պատուհասը, կամ ինչպես սրբազաններ ասում, սափրված ծաղրածուն, այս մարդը ինչ-որ թեմաների վրա իսկապես ինչ-որ խանգարված կամ շեղված է նորից, չէ, վեհապարի հետ կապված գրառում է արել և հասավ իր նպատակին ամենաըմբոստ խորքային հայրենիք իրենց մեջ կրող երկու մեր սրբազաններին ինքը կալանավորել է, խնդրեմ։ Արդեն խոսալն էլ է դժվար, գնահատականներ տված են, գիտեք ինչ է կատարվել, նոր բան չեն կարող ասել, այն ինչի, որ կատարվել է սրա մասին բազմիցս ասել ենք ձեր եթերներում, այլ ուրեմն իրադարձությունների ժամանակ ասել ենք, որ այս ճանապարհով է գնում, այս սեռաշեղվածը, իդեպ այդ իբր բաներ չի արել, ասել էր 5 օր հայհոյանքներ կամ ինչ-որ միմյանց նկատմամբ վիրավորանքներ չեն լինելու, կախված այդ ֆեյսբուքյան իր արգելափակումների հետ, բայց փաստորեն ինքն իր ասածն էլ է դրժում։ Մի քանի 2 օր առաջ ասում էր, որ բան չեմ ասել, 2 րոպե առաջ բան ակցել, նորից էլի ովա կույս, ովա չգիտեմ ինչ, մի բան կարող ենք հստակ ասել։ Նորից էլի պիտի կրկնվենք, բայց ես ուշադիր հետևում եմ ադրբեջանական և թուրքական մամուլը և ադրբեջանական թուրքական մամուլ իրենց գոհունակությունն են հայտնում Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններից, այսինքն իրենք շատ ուրախ են և շատ սենց ասած իրենց սրտով թե ինչ է կատարվում Հայաստանում։ Երկու սրբազանների ուրեմն կալանավորման հարցում ես ուզում եմ հետևյալը ասեմ։ Նախ առաջինը, քանի որ Բագրատ Սրբազանի հետևից են եկել, ասեմ, որ սիրելի հայրենակիցներ, մի տրվեք այդ կեղծ շինծու մանիպուլյացիաներին, որոնք որ այս իշխանությունները կատարում են։ Սրբազանին միշտ մեղադրել են նրա համար, որ համերաշխության, սիրո, հանդարտության, որևէ մի կերպ չգիտեմ, այն իրավիճակից դուրս չգալու, ասենք հանդարտ իրավիճակից դուրս չգալու, կոչեր է եղել։ 70,000 մարդ հանրապետության հրապարակում հավաքված, մի հատ լուսամուտ չի ջարդվել, մի հատ գույք չի վնասվել, որևէ մի բառ, որևէ մի նախադասություն, որևէ մի կոչ չի հնչել այս մարդու շուրթերից, չի հնչել։ Չի հնչել, և ես տեսնում էի հազարավոր մարդիկ, այդ օրին ես ընդեղ եմ եղել, չէ, մեզ կտոր էին անում, ասում են ես խեք, այսքան հանդարտ ու այսքան հանգիստ, հիմա եկել եք, մի մեղադրանք եք ներկայացնում, իդեպ հանցագործության առարկաներ են հայտնաբերում, պոլիփետ, կոշիկի մեղ, չգիտեմ։ Ես առանձնացրել մի քանի օրինական զենք, որ կա ցանկացած որսորդի տանը, մանուշակագույն ծուխ, որ ազատ վաճառքում են, գմփուցիկների մասին է խոսքը, Երևան քաղաքի քարտեզ, ձայնագրություն, որոնք իրավական հիմք չունեն։ Էսա, ամբողջը սա է պատկերացնում։ Ասма ձեռք է բերվել Երևան քաղաքի քարտեզը, մեղա քեզ Տեր Աստված։ Փաստորեն, բանը Երևան քաղաքի քարտեզը ձեռք բերել է, դա հանցակազմ է պարունակում։ Տանը պոլիփետ ունենալը, դա հանցակազմ է։ Կամ մեղ ունենալը, կամ պլասկակուպցի ունենալը, էլ չեմ ասում Միկրավալնովի, այն որ փեչի հետ, ասում այդ էլ է ինչ-որ, այդ էլ է արգրավ, մեկ է եռանկյունի նշան է, որ ճանապարհների, որ մեքենան, ասենք, փչանում է, բան անում, այդ եռանկյունի նշանը դնում են, որ բան չան էլի, հար դուք հասկանում եք ում հետ գործ ունեն, իրանց այդ հեղաշրջման իբր ճակերտավոր պլանն է, 24 թվի պլան է, 24 թվի, Սիվիկը փագելա, քնչականել մոռացելա, որ Սիվիկը փագելա, այդ վերևի այդ բանը որ կա, թիվը որ կա, հրապարակելա 21 տարվա առաջվա, այդ պլանը որ գցել են, ինչ որ մեկի ջեբը, այդ թուղթը իբր որ ձեռք են բերվել Երևան քաղաքի քարտեզ, պոլիփետ եւ կոշիկի մեղ, հեղափոխություն իրականացնելու համար։ Մոնտաժված ձայնագրություններ,
Մոնտաժված ձայնագրություն, յուրաքանչյուր մարդու հետևից կան այդ մոնտաժված ձայնագրություններով գնա։ Հիմա եթե մենք մի մեջբերում անենք կամ մի բան խոսանք, կարան այդ հատվածը կտրեն եւ ուրեմն ինչ հետաքրքիր է մի կարևոր բաներ կա։ Ինչ արել էս մարդը։ Այս մարդը այդ կեղծ պլանը կազմելու համար եւ իրագործման համար պրեմիա ա տվել։ Հիմա ինքը կարկասը ստեղծել է, այսինքն այն բուրգը ստեղծել է, որով որ այդ ուղղությունները կարան գնան ցանկացած մարդու տուն։ Ստեղծել է այդ պլատֆորմը, ստեղծել է, որ այդ պլատֆորմի հիման վրա եկեղեցի կարա գնա, ազգային ուժերի հետևից կարա գնա, քաղաքացիների հետևից կարա գնա, ժուրնալիստների հետևից կարա գնա, դե կուսակցություններին ասեցի, բոլորի հետևից կարա գնա։ Այն որ մարդը իր հողը մշակում է, մի բառ ասում, գետինը մտնեք դուք, գետինը ճղվի մտնեք մեջը, այս կարկուտն եկավ, գետինը ասում է գետինը մտնեք, ասում է, պատկերացնում եք, սա էլ է հեղափոխության բան է, էլի կոչ է, ասում է գետինը մտնեք, կարա գնա այդ մարդու հետևից էլ, չէ, որ գյուղը իր հողի մեջ աշխատում է։ Հələ ամեն մարդ իրան հարց տա, էլի, ամեն մարդ իրան հարց տա։ Դրանով կարա իր հետևից գնա, կամ քանի անգամ այդ մարդը մեկի հետ խոսալուց կարող է մի բաներ ավել ասած լինի։ Ես էլ երեք փողոցում քայլում են, հարյուրավոր մարդիկից մոտենում են, էլ ինչ ասես որ չէին ասում։ Չեմ ճանաչում այդ մարդկանց։ Դե գնացեք Սաղազգի հետևից։ Տակակսերի կաներ, սերաշեղված հիմարներ արա։ Դուք լրիվ գժվել եք։ Այս հայրը հետ ամեն ինչ բարձա է, բայց փողով այդ մուտիլովշիկ այդ կեղտոտ այդ իրանց մտավորական հրճակած այդ տականքները որ գնում են հմեկի եթերով, ես ինչ ասես, որ չեն ասում։ Հակոբ Մովսես, Անահիտ Բախշյանելով ա եղել այդտեղ։ Ովքեր եք դուք, արա, ովքեր եք դուք։ Վերջես ազգը մեղք չի։ Մի քանի օր առաջ նույն անձնավորությունը խոսում էր կրթվել է նորաձև է։ Բանը մի քանի բառ ասեց, հիմա էլ բերել են նստացրել են ընդ որ բան անի, գովերքի, ես ինչ էր ասի։ Սիվիկի պատվալներում ծնված այդ կեղծ այդ բաները Հիմա մի բան եմ ուզում ասեմ ու լսեմ ձեր հարցին։ 18 թվից մինչև հիմա քանի քրեական գործեր են կարվել մարդկանց վրա, որ մեկն է դատարանում հաստատվել։ Մի հատ գործ ասեք, որ այդ բա ես այդ ձայնագրություններից ասեմ, այն որ բաներ, ձայնագրությունների մեջ որ կար, որ դատական, ուրեմն դատարաններին հրամանա տալիս գործեր տարելու։ Չէ, կարևորը այդ ծեփեք էս արեք, չէր ասում։ Բա Նիկոլ Փաշինյանը մարտի 1-ին ինչեր էր խոսում։ Հոգիս փառավորվում է, տվեք ջարդեք, ծեծեք, բարիկադներ կառուցեք, ոստիկաններից խլեք վահանները, մահակները, ժողովուրդ ջան, գրոհեք, ժողովուրդ, այդ տեսանյութերը կան, չէ՞։ Տեսանյութերը կան, թե չկան։ Կան այդ տեսանյութերը։ 16 թվականի ՊՊՑ գնդի ժամանակ, այս մարդը որտեղ էր, ինչեր էր խոսում։ Հիմա խոսում եք աջակցության մասին։ Բայց ինչի մենակ 10-ից, բա 18-ից հետո ինչ ա արել։ Հիմա այս Էդգար Ղազարյանը դուրս ա գրել, մի հատ ասեմ էլի, այս մարդու պատճառով ինչ ա տեղի ունեցել, ինչ ա արել։ 2018 թվականի մայիսին գործադիր իշխանության զավթում, 2018 թվականի սեպտեմբեր Երևանի քաղաքի իշխանության զավթում, 2018 թվականի դեկտեմբեր օրենսդիր իշխանության զավթում, 2020 թվականի մայիս Արցախում օրենսդիր եւ գործադիր իշխանության զավթում, 2020 թվականի սեպտեմբեր դատական իշխանության զավթում։ Հիշում եք որ ասեց, այդ որ դատավոր գնացեք դատարանների վրա 2020 թվականի սեպտեմբեր պատերազմ 2020 թվականի նոյեմբեր ինչի որտեվ ասեց Արցախը Հայաստան է եւ վերջ ու բերեց պատերազմը 2020 թվականի նոյեմբեր կապիտուլյացիա ով ասեց որ հանձնում է գնաց կապիտուլյացիա 2021 թվականի հունիս իշխանության վերազավթում 2022 թվականի սեպտեմբեր նոր պատերազմ Հայաստանում 2022 թվականի հոկտեմբեր Արցախի հանձնում Ադրբեջանի ասեց չէ Արցախը Ադրբեջան է 2023 թվականի սեպտեմբեր Արցախի հայաթափում ամբողջական հանձնում 2024 թվականի օգոստոս Տավուշի հանձնում 2025 թվականի հունիս-օգոստոս իշխանության զավթում ու այս մարդը իրավունք է վերապահում սրբազանների վրա չգիտեմ ինչ որ գործ կարել հայտարարել հանձնարարել կոնկրետ այդ մարդը ազգային ժողովի բարձր ամբիոնից ինչ ասեց Կտանեմ կլսնեմ Արցախի բանը ազգային նկողները բան չէ դրա համար պատասխանատվության չեք կանչում ով ասել Հրահանգ չէ, բարձր ամբիոնից մարդը այդ պաշտոնին վերընկած ինչ ասում է, գնացեք եւ նստացեք։ Ավելին ասեմ, իշխանական падգամավորները։ Այդ ո՞նտեղ էր Անահիտ Բախշյանը։ Բանի բան ասեի։ Падգամավորը Սերգեյ Բագրատյանը ազգային ժողովում հայտարարեց, որ մեր մոտ կան ցուցակներ, բայց այդ ցուցակներով ինչ որ մի մարդու հետ է առաջա գալիս, ինչ որ մի մարդու հետ է ժամանակավոր հետ է անգնում։ Այդ մասը ասել ազգային ժողովում
Ես դրանի պատասխան ասի մեր հերթը երբ ա գալու, ասեց շուտով ձեր հերթն էլ ա գալու։ Բա մի հատ հարց, այդ թուրքերի ցուցակում Սերգեյ, ինչա՞։ Բագրատյան։ Հա, այն Ծառուկյանն է, չէ՞, Բարգավաճ Հայաստան, այ ողորմելի։ Բա դու օրինակ գիտես թուրքերի ցուցակում որորդ ես, թե քեզ թվում որ գնալու ես ասես յղշի եմ, լիզելու ես, ոտերը քեզ ներելու եմ, ոչ մեկի թուրքերը չեն ներելու, ոչ մեկի չեն հանդուրժելու, ոչ ոքի։ Հույս չունենաք որ լինելու։ Ու այսքան բան արած մարդը, այսա պատասխանատուն իրավունք ա վերապահում։ Դասերա տալիս։ Այդ ընդամենը մի մասն է։ Դասերա տալիս, ասա իրավունք չունեն որ վեհապարել են։ Բա այս թղթո այս ամենչով հանդերձ դու ինչ իրավունք ունես այնտեղ։ Եթե դու իրավունքից ես խոսում, մարդկանց ուղեղները լվացնում ես, հավաքել ես Ստանիսլավսկու անվան բանը թատրոնում այնտեղ Սուրեն Շահվերդյանը, այ ողորմելի, եկել է իր մեր տուն ձեր տանը չէին սպասում, նկարահանում ես 8-րդ հարկից ցույցատալի են կողքի տանիքը, տեսեք ինչ աղբի մեջ ենք ապրում, ընդ տանիք է, բա ինչ աղբի մեջ ես դու ապրում, բա հոգեդ ինչ աղբի մեջ է, այ սրիկա, այ Սուրեն Շահվերդյան, ամոթից որ քեզ պաշտպանել եմ, մտածում եմ երիտասարդ ստեղծագործող ես, թույլ տան ստեղծագործի, ես չգիտեի որ դու ինչ ես։ Դու ով ես, դու հոգի ծախող սրիկա ողորմելի ես, ողորմելի թշվառական ես Շեքսպիրի խոսքերով ասած, հայրդ երևի բարձր էսթետիկայով բան էր, արվեստագետ, այն աշխարհում երևի սենց քանի տակ բան է անում, պատտվում է, որտեվ ինքը Լևոն Տեր-Պետրոսյանի ընկերներ միասին սովորել են, որ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին խոսքերն է ասում, սա օրինակ ինչ ես դու զգում Սուրեն Շահվերդյան, լավ ասենք վեճը չի Արցախը, վեճը չի Սյունիքը, վեճը չի Արցախը հայությունը, բա ինչ դու այս ամեն ինչը լսելով ինչ ես մտածում Սուրեն, այս ողորմելի, այս ամեն ինչը հոգի ծախելը դրա համար էր, հա? Ես գիտեի արվեստագետ ես, ստեղծագործող ես, մեջդ ինչ որ բան կա, աբիժնիկ ես դու, սովորական աբիժնիկ ես, երկիր ծախելու ամեն ինչի պատրաստ սովորական աբիժնիկ ես դու։ Ու այսօր է ժողովրդի ուղեղը լվանում են թե բանա, այս մարդիկ, սրբազանները, բա այսքան բան անելուց հետո ինչ պիտի ասեն սրբազանները։ Պիտի ասեն լավ ես արել ես Արցախը։ Դե հա, դե բա լավ արել, բա ինչա, բա եթե Ու ճիշտ է ասում պարոն Դանելյանը, 1000 անգամ դրա համար էին մեղադրում Բագրատ Սրբազանին, որ ասում էին այսքան մեղմ ես, այսքան հանդուրժող ես, այսքան չէ ինքն էր, զգուշավոր ես, այո։ Ասում էր սև ու սպիտակ չլինի։ Այո, բոլորին։ Երագույնը հաղթի սև ու սպիտակին, սիրո հանդուրժողականության մթնոլորտ պետք է լինի, պետք է համերաշխության մթնոլորտ լինի, Ժողովուրդ ջան։ Սամվել Կարապետյանն ինչ հեկտար է, որ աշխարհի բարեգործությունն ու փողն ու բանն է բերել Հայաստանին տվել, հա, հայ ժողովրդին տվել։ Խիատար է, որովհետև Սամվել Կարապետյանը Ադրբեջանի սև ցուցակում է, պարզ չի խիատար է։ Պարզ չի խիատար է։ Չէ, իմիջիալ ես չեմ ճանաչում, բայց ասում են շատ բարի, իսկապես ասում են ինքը մի ազգային բարերարի տարել են Բաքվում են նստացրել։ Բա իհարկե։ Եվ ռազմաքաղաքական ղեկավարությունը հիմա էլ ստեղ են բանանում, որ հետո կարտահանձնեն, ինչ խնդիր կա։ Այս ամեն ինչը անում որ մենք մի հատ դիր նկա, որ մենք ընդհանրապես մոռանանք։ Դուք տեսնում եք ինչ են բերում մեր գլխին, որ մենք մոռանանք, որ Այո, սա սինխրոն։ Որ նախագահների մասին Մարիա մոռանանք։ Այո, սա սինխրոն գեներալների մասին մոռանանք Բաքվի բանտի ծրագիր է, մոռանանք ով է հիշում իրանց մասին, բա որտեղից է վաղ կտանեն մյուսին։ Մենք էլ որ շփվում ենք տարբեր միջազգային կազմակերպությունների հետ, բաների հետ, հետեւյալն են ասում։ Այս մարդիկ մի բառ անգամ չեն ասում Բաքվում պահվող ռազմաքաղաքական ղեկավարության եւ իրանց խոշտանգելու մասին, հասկանում եք։ Այս մարդկանց համար այդ մարդիկ արժեք չեն։ Հայ մարդը իրանց համար արժեք չի։ Սիրելի հայրենակիցներ, ձեզ խափում են, ստում են, փորձում են իրենց թալանը, որ ամեն օրյա թալանի են ենթարկում, հարստահարում մեր հայրենակիցներին։ Փորձում են շեղել տանել ուրիշ գործով։ Հիմա էլ մարդամեկ ասում է, գիտեք ինչ կա, բանը, Վազգեն Սարգսյան եղբայր կոչվածը, ասում է, ես ասում եմ փոշմանել եմ, ասում եմ, որ վեհապարին պաշտպանել եմ։ Պատկերացնում ես։ Իրան այնտեղ գնալու է չէ Վազգենին։ Պատկերացնում եք ինչա։ Գնալու ես Վազգեն Սարգսյանը քեզ այնտեղ սպասում է, չէ մի օր գնալու ես, 1000 տարի չես ապրելու։ Բայց ո՞նց կարելի է մարդը այսքան իջնի։ Ո՞նց կարելի է մարդը այսքան գլորվի անդուն դնգնի։ Իրա հետ ամեն ինչ պարզ է։ Ձեզ հետ գնում է ինքը գերեզման։ Ես չգիտեմ։ Գնում է ինքը օրինակ Վազգեն Սարգսյանը, ինձ շատ հետաքրքիր է գնում է։ Ես չգիտեմ։ Գրետա Մայրիկի գերեզման գնում։ Ես դու պատկերացնում ես Գրետա Մայրիկը, ես եմ հետ կնոջ հետ հարցազրույց արել,
ասում են, որ Արցախի համար գնում են, խալաթով բարձրացել է բանը, ավտոբուս որ գնա, ասենք, ու այսօր Արցախը տեստված, իր այս մի տղեն ասում է, ասենց, գնում ես, դուք գնում եք, օրինակ Գրետա Մայրիկի գերեզման համարձակվում է գնա։ Բայց ինքը նաև հետաքրքիր մի նյութ էր կար, ասում է չի կարա ուրիշ կերպ վարել, որովհետև Ավինյանի հետ շատ հարցեր իրենք իրար մեջ լուծում են։ Էդ եմ ասում, գնում է գերեզման, ինչ աչքով է, ինչ ոտ, չգիտեմ ոնց է գնում, հա։ Եվ մարդիկ պիտի հավատան սրանց։ Այսքանից հետո պիտի մարդը լինի, որ հավատա սրան։ Ինչին հավատակ։ Այսքան սրա արածներից հետո, այսքան կործանումներից հետո, շարունակաբար կործանումներից հետո։ Լսեք, էսի բանն է, երևի Առաջիկայում դուք չեք պատկերացնում ինչ արհավիրքներ ա բերելու։ Մեզ Թուրանի ծրագրի մասին խոսացել ենք։ Ադրբեջանցիների վերաբնակեցում չի, բնակեցման մասին խոսել ենք։ Տավուշի առաջիկա հանձնման մասին խոսել ենք։ Շեղի, բոլորին գցի, ուրեմն ԱԱՑ պատվալները, որ իր թուրքական ծրագիրը իրականացնի։ Էդ է միակ նպատակը իր։ Արդեն բոլորը գիտեն, որ Էրդողանն է իր ասողը։ Միմիայն Էրդողանի հանձնարարականներն է կատարվում։ Եվ այդ պանթուրանական ճանապարհին, որը որ Բոսֆոր դարդանելուց ձգվելու ամիջև Ալթայի երկրամաս, եւ իմիջիալոց պատահական էլ չի նաեւ Ռուսաստանում այս ադրբեջանցիների ձերբակալությունները։ Սա ծրագրի մի մաս է։ Այդ ադրբեջանցիներն էլ պետք է ծրագրի մի մասը կազմեն, Ռուսաստանում ներքին խժդժություններ, ապակայունացման գործողություններ անելու համար։ Իրանն էլ արձագանքեց։ Այո, հենց դրա համար է։ Իրաններ, Ռուսաստաններ փառկաստու ունեն շատ ուժեղ հետախուզական տվյալներ եւ իրենք կանխարգելիչ միջոցառումներ են իրականացնում բանում Ռուսաստանում։ Եվ Հայաստանն էլ պատրաստվել է մասը կազմել թուրանական ծրագրի։ Սերաշեղվածը գնացել է Թուրքիա, հաստատել իր մասնակցությանը պանթուրանական ծրագրին։ Սա նաև առնչվում է նաև Չինաստանի, որովհետև ընդ ուйգուրների հետ կապված խնդիրներ կա։ Այսինքն Միջին Ասիայով բանով ստեղծել նոր օսմանական պետություն։ Հայաստանն էլ պատրաստ է ամեն ինչ դրա բանը, այն որ ճանապարհը բացի անկախության հռչակագիր, սահմանադրություն, այստեղ վերաբնակեցում, ուրեմն այն մարդիկ, որոնք որ հիմի Ադրբեջանում այդ ցուցակները կա այս տաղավարում, մենք շատ ենք ասել դրա մասին։ Ցուցակները գտնվում են ուրեմն Ադրբեջանում, բոլոր այն մարդկանց, որոնք որ մասնակցել են Արցախյան պատերազմի 90-ական թվականներից, այդ մարդկանց ցուցակները Ալիևի մոտ են։ Ալիևի մոտ են եւ սրա թեթև ձեռամբ այդ մարդիկ ամեն վայրկյան կարող են հայտնվել ադրբեջանական բանտերում։ Այդ մեր ընկերները, որ հիմա այնտեղ են, որ խոշտանգումների են ենթարկվում, որ կտանքների են ենթարկվում, այս սրիկաներ մի բառ ասել եք, այն կայակալասն աստեղ եկել բանը Եվրոպայից եկել աստեղ, բայց այդ արգոսնախարար կոչվածը մի հատ ծպտուն հանելա միջև մի այդքան պատվիրակություն այդել։ Բայց չի գնացել ԱԱՑ բանում տեսնի մեր սրբազաններին, ամենամեծ բարերարին չի այցել։ Այն ժամանակ նախկին իշխանություններն ասում էին, բան մարտի 1-ից հետո այս բանը դեսպան կանայք իրանց շորերն էին պատառոտում, մազերն էին փիդրում իրանց, չէ, ասում են բրծում չկար դրանցից։ Բա ուր եք։ Թե Մակրոնը հորով մորով ծախեց արդեն Արցախը, ասենց տպտպացրեց ձերքին տվեց, հիմա էլ տպտպացնում ասում է, բա Հայաստանը։ Հիմա Հայաստանի հերթը։ Ու սրա բարոյականության աշճանը նայի, Միքայել Սրբազանը գնացել է Իրան տեսել է Բերթում։ Բերթում գնացել տեսել է, գիտես չէ։ Նիկոլին։ Իրոք։ Բա ինչ։ Ինքը որ արդի քրեակատարողական հիմնարկում է։ Միքայել Սրբազանը գնացել է տեսակցել է Իրան։ Արա ես մարդուն բան չունի, ժողովուրդ ջան, հասկանում եք։ Գործի մասին էլ ես քիչ առաջ եկա դուք խոսում եք, պարզ էր որ ինչ գործ ա եղել, որ հանցակազմի բացակայություն չի եղել, որևէ մի բան չի եղել Միքայել Սրբազանի պահով։ Հիմա սերաշեղվածը հանձնարարական ա տվել, բոլորին բերթերը։ Դռները բացել ա բերթերի, իմիջիալոց արդեն բերթերում էլ տեղ չկա։ Բանտերում բերթերում տեղ չկա, այնքան տարի լցել ա։ Տեղ չկա այնտեղ էլ։
Կամ նայում ես, գնացել եմ քնչական Սրբազան ետուրը, ոստիկաններ հազարավոր լցրել է, առավոտը զարթնում ես, այստեղ սպանեցին, այստեղ մորթեցին, այստեղ պայթացրեցին, այստեղ առևանգեցին, այստեղ թալանեցին, մեքենան ջարդեցին, էդ եմ ասում, այ պարազիտներ, դուք ինչով եք զբաղված, երկիրը սպանության, արյան, գողության, հանցագործության տակ, բանդաների տակ, նարկոտիկի տակ, թմրադեղերի տակ լցված է, չգիտեմ ինչ ասում եմ, տարի լցրել ես ընդեղ, որ ինչ անես այդ կամը, Խուդոյանը ինչ պատկերացրեք Հայաստանի հանցագործության այդ աճի եւ հաբրգվածության աշճանը, ոստիկանությունից հանցագործը դուրս է գալիս, որ գողոնը ձեռը տանում են ոստիկանություն, դուրս է գալիս ոստիկանական բաժանմունքի դեմից, մեքենայի գողություն է անում, ոստիկանական բաժանմունքի դեմից, գողության համար, ուրիշ գողության համար բռնում է, դուրս է գալիս մեկի շիթը հետը վերցնում տանում։ Այս մյուս աբսուրդը, ուրեմն պարզվում այս հայտարարությունը Միքայել Աճապահյանը արել է 23 թվականին, նույն 24 թվականին այս Դանիել Լեոնիսյանը այս հարցով դիմել է ապրիլին, 24 թվականին, ես դու գիտեիր Նայրա, ապրիլի 30-ին գրությամբ դատախազությունը պատասխանել է, որ պարզել է, որ դրանք չեն պարունակում այսինքն դուք հասկանում եք, իրանք ասում են ոչ, հետո բայց խելագարն ասում է տարեք լցրեք ԱԱԾ պատվալները։ Ես ուրիշ բաներ ասեմ, ես ուրիշ բաներ ասեմ։ Մագրոն ես դու տեղյակ չես քո դեսպանում։ Ուղիղ եթերում, այս տականքների բլոգերները, սրանց մոտ կանգնած են մարդիկ։ Ինչեր են ասում։ Ինչեր են ասել Արցախահայերի նկատմամբ։ Իհարկե։ Անդիմության նկատմամբ, այդ բայրակտար կուտա։ Բայց ո՞ր գրողի ծոցնես Նիկոլ, ես չես տեսնում։ Այս սատկացնեն ձեզ։ Էլի շատ գիտեմ ինչ անեն։ Բա մեր հասցե։ Բողոքներ են ներկայացվել, ԱԱԾ դիմումներ են ներկայացվել, ԱԱԾ կոչեցալ, որտեղ ես դու։ Քիչ ես գնում այդ մարդկանց հետևից, ուղիղ եթերում։ Նիկոլ Փաշինյանի արդարադատություն կոչված։ Նիկոլ դու ինչի չես գնում։ Բայց ճղում ես քեզ պատառոտում ես սեքսուալ հողի վրա բանը, չգիտեմ, մարդ անհարմարես գումոս ես ինչ անում ես մարդը։ Միջազգային մամուլն ասել էր, չգիտեմ ինչա։ Ասել էր, ասում է, աշխարհում չլսված բան ա եղել, որ երկրի ղեկավարը կանչել է իր բարեմաստությունները ցույց տալու։ Երկրի հոգևոր առաջնորդին։ Մեղադեր։ Եվրոպական մամուլը գրել էր դրա մասին։ Իդեպ ապշահար։ Եվրանյուզ։ Եվ Եվրանյուզը, եւ ֆրանսիական մամուլից ինձ ուղարկեցին։ Գերմանական մամուլում էլ կար։ Ապշել են այդ, ասինքն իրանք որ իրանք դժվար է ապշեցնել, զարմացնել, իրանք ապշել են։ Պատկերացնում ես։ Այսինքն է որ ասում էին կարող է գա ժամանակ այս մարդը մենակ իշխանություն պահելու համար մեր փողոցում վազի կանի, ճիշտ է դուրս գալիս։ Քիչի անի։ Հիշում եմ, այստեղ մի օր մեկը ասեց, եթե պետք լինի, դա էլ կանի, մենակ թե իշխանությունը մնա, մենակ թե իշխանությունը։ Ես ասում եմ, Սամվել Կարապետյանին, այս սրբազաններին Նիկոլ խնդրի աղաչի իշխանությունը փոխանցի, որտեղ հաստատ բարի մարդիկ են, դաժան բաներ չեն անելու։ Մեկը այդ օրը գալու է, ուղղակի ամբողջ ազգի գլխին է գալու, կորնել հետ հիմա, քանի այսպիսի մարդիկ կան, պատրաստ են։ Հաստատ չեն անի, չէ, ոչ սրբազանները, ոչ Սամվել Կարապետյանը, տուր իրանց փոխանցի։ Թող քեզ, ես գիտեմ կողքիդ գործարարների դարդնա, որ միլիարդներ աշխատեն, ասենց տաղած են, որ ոնց թե Սամվել Կարապետյանը գնացել է Հայաստանում չէ, բան են բոմժ չի, ասի մի հատ էս մոլը ինձ տվեք, էս պատը տվեք, էս հողը տվեք, կշտանամ։ Էս մարդը գնացել է մի հատ գյուղից, չեն արա, գնացել է Մոսկվայեն դաժան օրենքների մեջ, դարձել է միլիարդեր, մի միլիարդի բարեգործություն արել Հայաստանում։ Արցախում էլ Հայաստանում, Արցախում 1 միլիարդի այս մարդը բերելա։ Ոչ միայն Հայաստանում, Արցախում, Ռուսաստանում իշեր արել, եկեղեցիներ կառուցել։ Եվ իշքան բարոյական է, պարոն Դանելյան, չի ասել դրա մասին։ Այս քիչ առաջ էլ հիշեցի։ Հիշում եք Մայր Թերեզայի օրենքը որն էր։ Ինչքան գումար ուզում ես տուր, ինչ ուզում ես արա ինձ։ Սուս Ուրեմն դի լուր դա արվի, եթե դու դրա մասին բարձրաձայնում ես, դա ավարտվեց, դա արդեն այլևս բարեգործություն չի, ճիշտ է։ Այս մարդը արել է դա լուր։ Դուք պատկերացնեք 1 միլիարդ դոլարի հիվանդանոց, ճանապարհ, օգնություն, տուն, աշխատանք, մոլ, ինչ ասես կառուցել, տվել, դու գիտեք, որ 300 հոգու արդեն տան հարցալուծ է Արցախցու, 1000 հոգու աշխատատեղի, գիտեք դրա մասին, լուր անում է դա, լուր։ Նույն մեր իմ քաղաքում, Իջևան քաղաքում այդ մարդը մանկապարտեզ է կառուցել,
այդ բանկապարտեզում էլ միջև հիմա 40 միլիոն տվել է հիվանդանոց, 22 միլիոն վանաձորցիներ, դուք գոնե հասկանում եք ու մատարել։ Ես էլ այդ իրա բանը գյուղի բանի մաս ասում ամբողջ տանիքները նույնը բան, ամեն ինչ ուղղակի տվել է, դրսում աշխատած տվել է։ Էս էլ հոչ չեք կարա, չէ՞, վերընկած ընդեղից ասեք, թալանը տարել են, արդեն թալանից չեք խոսում, չէ՞, ձերը ահռելի է։ Չեք խոսում։ Սամվել Կարապետյանի գործը այնքան ցցուն օրինակ է, որ այս մարդուն բան պետք չի մարդուն տանել անազատության մեջ պահել։ Հիմա մարդը որ ես այնօրն էլ ազգային ժողովում ասեցի, ասի հա նույն բառը կրկնում եմ, դե ինձ էլ տար։ Դե տար։ Բայց ինչ ասի, ասելա մեր ձևով, այսինքն կարող է մեր ձևով աղոթելով է, մեր ձևով սիրաշահելով է, մեր ձևով Որնա, դու ինչ ես հասկացել, Նիկոլ։ Ինչ ես հասկացել։ Եթե գմփուցիկը քո համար տերորիզմի բան է, գմփուցիկ, ուրեմն մի քանի օրինական զենք, որ կա ցանկացած որսորդի տանը, մանուշակագույն ծուխ, որ ազատ վաճառվում է։ Երևանի քաղաքի ամբողջ շարժման ընթացքում։ Սրա համար էս տարել։ Ամբողջ շարժման ընթացքում այդ ծուխը եղել է։ Այդ ծուխը։ Չէ, բայց այդ ծուխը որտեղ էին ազգային ժողովի ամբոնում։ Արադ Միրզոյանն ու Լենա Նազարյանը մցրել էին ազգային ժողովի դալիճ, Տիկին Զորաբյանը այն ժամանակ երբ պատգամավոր էր։ Ծուխը վերցրած իրար ճահում էին։ Ուրեմն բան է, դուք եք հանցագործ։ Արա լավ չէ, բայց ես ուզում եմ մի բանի վրա ուշադրություն դարձնեմ, որ այնքան իրադարձություններ sense արագ զարգանում է։ Այս մարդի գյուրայինների վրա էլ քրեական գործեր ունեն, կարած։ Հիմա այդ Հովիկ Աղազարյանին ասեցին, էլ ազգի դավաճանա, էլ ինֆորմացիա արտահոսք արել, էլ սեռական բնույթի եսի միջա, որ ամբողջ իրանց թիմով բան արին, չէ՞, սկսեցին բացելը, կարդալը, բան անելը, թե ում հետ է բան արել, ուրեմն գրվել բան արել։ Բա ինչ եղավ։ Այսինքն իրենք հանիրավի կարող են յուրաքանչյուր մարդու մեղադրել, յուրաքանչյուր մարդու զրպարտել։ Հիշեցնեմ ձեզ, որ նաև այն դավաճանների գործով, ասում են, այս ինչ զինվորականը դավաճան է, բաներ է, տեղեկություններ է հաղորդել, սարքում են ազգի դավաճան, հետո այդ մարդը գնում է, նստում է մի ամիս, երկու ամիս, հիմա նորից էլի ուրեմն պաշտպանության նախարարությունում աշխատում է։ Այս սրա համար, սա հայկական ժամանակ, այս պետությունը հայկական ժամանակ թերթն է։ Որ կարա ինչ, ախմախ, ամբախ, զամբախ, ինչ ասես գրի, անպատասխանատու, զրո պատասխանատվություն։ Ասում եմ 18 թվականից մինչև այսօր։ Որևէ մեկին, որ տենց ասե, աշնանային տերևաթափ էր, ինչ էր։ Աշնանային տերևաթափ։ Ալբերտ Բազյանը իբր եսի ինչ էր անում, գրոհում էր կառավարության շենքը եւ այլն։ Ոչ մի բան չի տա։ Ինչ եղավ։ Ինչն է հաստատվել։ Ոչ ձեր 4 միլիարդը, ոչ ձեր եսի ինչը, ոչ մի բան չի հավանանում։ Մենակ այդպես մարդկանց ուղեղները լցնում, ասում է բանա, սա է։ Ալբերտ Բազյանի գործով ասում են խմբերակ ձևավորել։ Կառավարության շենքը հեսա գրավելու է, ու սրա հիվանդության մի բան էլ հիշեցնեմ ձեզ էլի։ Ուրեմն բանը Ծիծեռնակաբերդն որ պաժար էր եղել, այդտեղ այրվում էին։ Այս մարդը մտել էր անկյունը դողացնել, ասես պաժարը կազմակերպել է Ռոբերտ Քոչարյանը, այս հրդեհը, Վանեցյանին էր ասել։ Այս հրդեհը կազմակերպել է ինքը, հեսա գալու է, հեսա գրոհելու է, հեսա բանը կառավարույթ բանը մեր այդ դաչաները, իբդեպ այդ դաչաները, որ Սամվել Կարապետյանն է, սարքել էլի այդ որ այնտեղ մնում ես, էդ էլ այդ մարդու սարքածն է, Սևանին էլ է այդ մարդու սարքածը։ Ասում էր, հեսա բանա, գալու է, հեսա գալու է մեր հետևից։ Հեսա գալու, այս հեծն էլ է այդ մարդու ոտքի կանգնացրել։ Բա հեծը ինչ վիճակում ա եղել։ Հիմա հետաքրքիր մի բան էլ կա, ուրեմն ազգային ժողովում իբր թե բան շոու են սարքում Ռուբինիկից լույս տանջատում են, միկրոֆոնը միացրած։ Միկրոֆոնը, բանը ԿԳՄՍ նախարարի լսումների ժամանակ իբր որ ցույց տան, որ այդտեղ էլ անջատում կա, հոսանք անջատում են, բայց միկրոֆոնը աշխատում է, մորացել դալիճի այո բեմադրություն ասում եմ գնացել եմ այդ նոր այդ կոմպլեքսը որ կա բացելու ասում եմ դե բան ա եղել բա այդ նույն հեծում տարբեր պատասխանատվության բաներ կա չէ այդ բանը բարձրավոր էլեկտրական ցանցերը որ կան այսինքն որը որ պետության բանի ներքո է հիմա փորձում է ամեն կերպ ինչ որ կատարվում է բանանում պատասխանատվության բաժինը գցի պատասխանատվության բաժինը գցի հեծի վրա, հեծին ներկայացնի, որ այս երկրի ամենաչաշխատող կառույցը հեծն է, ամենաաշխատող կառույցներն էլ իրանք են։
որ SMS-ը գրի մարդկանց տանի, SMS-ը գրի մարդկանց տանի, SMS-ով գործից ազատի, SMS-ով տանի կալանքի։ Ու երջանիկ պատահականությամբ ինչ որ գործ կա, ու մոտագնում Մաս Իսմայելյան։ Այս Մաս Իսմայելյանը դատարանից տուն չի եթում։ Ասում սա գործերը Մաս Իսմայելյան, արդեն Չէ, երևի այնտեղ քնած է, դե չեն թողնում։ Ասենք կապ չունի, ասում են ում, այո։ Հա, Մասիս Մերկոնյան, կներեք, Մասիս Մերկոնյան։ Գլուխը բարձրացնած տարեք կանե։ Չակու չէ, չակուչ տվել է, այն իր այն բանտիկով չակուչը որ կար են որ մուրճը որ կա, այդ մուրճը է։ Բայց այդ վերջում ում գլխին է, իջնելու։ Աշխարհում մեկա կա արդարություն ու Աստծո առաջ դատաստան։ Ժողովուրդ ջան, իմ կոչն է ձեզ, երբեք չթուլանաք։ Այս իրանց Որտե սա դեռ վերջը չի թուլանան, ինչ անեն, թույլ տան վերջնական։ Չտրվեք այս սադրանքներին, այդ կեղծիքին, այս մարդիկ սաղկյանքները աղոթել են, աշխատել են։ Խրամատում մեր հետ ա եղել, զենորն էլ ասեցի, Բագրատ Սրբազանը։ Մադաղից խրամատում մեր հետ կանգնած ա եղել այս մարդը։ Այդ կրակոցների տակ, այդ չգիտեմ, ռմբագործությունների տակ, էլ չեմ ասում Տավուշում ինչեր ա արել։ Ինչեր ա արել, պետք չի մոռանալ, պետք չի ուրանալ մարդու վաստակը։ Այսօր շատ ձեզ են տարել։ Դեպքեր պատմեմ, էսի չեմ կարա չպատմեմ, էլի Սրբազանի հետ վերջերս միտեղ էին գնացել, հոգեհանգստյան արարողության։ Մեկը մոտեցավ, որը որ այս մի տարվա մեջ չէինք տեսել այդ մարդուն, որը որ 1000 անգամ ուրեմն առաջնորդարանում աղոհացակիսել, կենացներ խմում բան, ասեց որտեղ ես, ասում եմ մենք էլ մեր ձև ենք պայքարում, որ հիմա որոշակի պաշտոն ունի այդ մարդը, ասում եմ մենք էլ մեր ձև ենք, ուրացումը ամենավատ բանն է, հասկանում եք։ Ուրեմն ոչ մեկի համար չի պայքարում, հիմա ամեն մեկի պայքարը իրա տան, իրա երեխաների համար է, թող ոչ մեկի վրա չծախի պայքարում է մեջ, կանեք այդ կռիվը ձեր 4 պատի համար, եթե սատկում եք ընդամենը ձեր 4 պատի համար, ոչ թե հայրենիքի, երկրի, մյուսի, կանեք, կմնա, չէ, հեռու չի, են հիշում եք, մոտ ապագայում էր, անցյալում էր, ինչ արեցին Արցախի գլխին, եթե ձեզ թվում է շատ ավելի դաժան ու ծանր բաներ չես սպասում, չարաչար սխալվում եք, ավելի դաժան բաների պատրաստ եղեք, այնպես որ են որ դուք տաքուկ նստած, հարմար, սա ձեր գործը չի, դե մենք, մեր գործը, մեր կաֆեն, մեր բիզնեսը, մեր երեխան, մեր չգիտեմ ինչ է, այդ ոչ մեկ չի թողնելու ձեզ, այնպես որ դուրս կգաք այդ պայքարին, կստիպեք, որ թույլ, անճարակ, չգիտեմ ինչ, ընդդիմություն ինչ որ բան անի, այո, կստիպեք, որտև մի օր լինելու է դա, որտև մի օր այսօր ցավոք սրտի մենք չունենք այնպիսի ընդդիմադիր առաջնորդ, լիդեր չունենք, որ այս իրավիճակում այն ինչ որ տեղի ունեցավ Մայր Աթոռի մոտ ինչ որ տեղի ունեցավ, այդ ժամանակ պիտի մի հատ այնց հզոր անհատականություն լիներ, լիդեր ունենայինք, որ գնար գլխին կանգնեցել, այս ինչ եք անում, դե ժողովուրդ դուրս եկեք, չունենք։ Էս է մեր դժբախտությունը, ոչ տենց կուսակցություն ունենք, ոչ այդպես առաջնորդ ունենք, էս է մեր դժբախտությունը, որ ստիպված ասում ենք Սրբազան դու առաջնորդի, Սամվել Կարապետյան դու առաջնորդի, այո, կարող է մի օր էլ հենց իսկապես իրենք անեն ու շպրտեն ես համատարած ես իբր թե քաղաքական դաշտի չգիտեմ ինչին, ասեն դե որ մենք էտենք ցախ փակեք, մենք անենք, հա, բայց ստիպված է Սամվել Կարապետյան առաջ եկե, բայց ինչի առաջ եկե որ ճիշտ տեղը տեղին լինեն այս քաղաքական ուժերը, կուսակցությունները, նախագահները, ինչ էր Սամվել Կարապետյանը առաջ, Սամվել Կարապետյանը ինչ որ արել էր երկրի համար կշարունակեր անել։ Բայց մի օր դες մեկը գա դե կասի որ ես էլ եմ ես անելու, բա դուք ընդհանրապես ում եք պետք։ Հիմա փաստ է, այս մարդը մնաց, տեսա որ եկեղեցին էլ անպաշտպան, իր շենացած, կառուցած Արցախը տվեցիք, հիմա էլ իր շենացած, կառուցած եկեղեցին ու Հայաստանն եք տալիս, Սամվել Կարապետյանի կառուցած, շենացած, եկավ ասեց ես եմ մի օր էլ է տա լինելու։ Այն մի գործարանն էլ թող տենց վախեցած մնան, ես թվում է իրաց արձանը չեք հասցնելու այդ արձանը դնել։ Պարոն Ծառուկյան, այդ արձանը չեք հասցնելու դնել։ Բան չկա, մեկը սենց որ շարունակվեց բերելու է Թուրքին։ Իսկ Թուրքը գիտեք ինչ է անում։ Եթե չգիտեք, տեսեք Վազգեն Սարգսյանի արձանի հետ ինչ արեցին։ Շնորհակալություն։